ձեզ շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ուզում եմ արձանագրեմ կարևոր մի փաստ։ Տոտալ խայտառակությունն է Երևանի փողոցների վիճակը։ Քարուքան դեղացած, սաղ տեղերը փոսեր, անհասկանալի ձևով գոյացած, մեքենաները ջարդվում են եւ պատասխանատուներ չկան դրա համար։ Ուղղակի թեթև տեղով, որ այսինքն ոչ խցանում կա, ոչ ինչ որ առաջնային փողոց է, ուղղակի ինչ որ մի հատ երկրորդական փողոցով մեքենան քշում ես, մեքենան ընկնում է այնպիսի փոսերի մեջ, որ ստիպված է ստանել սարքել տալու, որովհետև մեքենան ջարդվում է այդ փոսերի պատճառով, այտենց մեծ են այդ փոսերը։ Եվ այս կոնտեքստում շատ կարևոր է նշել մի կարևոր բան։ Մեր ժողովուրդը ոչ միայն փոսերի պատճառով է ջարդում իրենց մեքենաները, այլ նաև այն մերկա սառույցի, որը օրեր առաջ կար Երևանի տարբեր փողոցներում, տասնյակ մարդիկ անձամբ ինձ գրել են, դիմել են, տասնյակ մարդկանց ես անձամբ ճանաչում եմ, ովքեր այդ անխնամ փողոցների պատճառով մեքենաները ջարդել են, դժբախտ պատահարների են հանդիպել ու այս տրամաբանության մեջ է եղել ամբողջ ձմեռվա ընթացքը մարդիկ ընկնում էին սառույցի վրա, վնասվածքներ էին ստանում, իսկ Ավետյան Տիգրանը իր համար, իր հանգիստ կյանքով ապրում է եւ չի մտածում, որ իր կառավարման արդյունքում մարդկանց մոտ կան կենսական անհրաժեշտության խնդիրներ, մարդկանց մոտ կա առողջության խնդիրներ եւ նաեւ իր գործունեությունը խանգարում է մարդկանց անհոգ ապրուստին Երևանում, եթե կարելի է սա անհոգ անվանել առհասարակ, որովհետև չես կարող անհոգ անվանել այն կլիմայական խնդիրների հետ կապ չունեցող բոլոր խնդիրները էկոլոգիական, որոնք իրանք ասում են ամեն ինչի վրա փորձում են գցեն այդ խնդիրները կլիմայական պայմանների փոփոխության եւ այլ խնդիրների, բայց չասելով որ այս խնդիրները իրանք ապիկար կառավարման արդյունքում է ձևավորվել եւ այդ կառավարման արդյունքում ձևավորված խնդիրները մարդկանց տներն է մտնում, մարդկանց գրպաններն է մտնում, որովհետեւ մարդիկ ըստ էության ստիպված են գնան քաղաքից դուրս, որպեսզի իրենց երեխաների հետ դուրս գան ման գալու, քանի որ Երևանում օդի աղտոտվածության իրավիճակը խայտառակ մակարդակի վրա է։ Հենց հիմա կարող եք դուք ինքնուրույն բացել նայել, տեսնել, որ անգամ անձրևի եւ ձյան պայմաններում խայտառակ ինդեքս է այդ աղտոտվածությունը, այդ երկաթները, որոնք որ կան օդում եւ այդ օդը մենք ցավոք սրտի շնչում ենք, հա։ Եվ այս ամեն ինչի մեջ սրան գումարվում է նաեւ այդ խայտառակ փոսերը, որոնք ջարդում են մեր քաղաքացիների մեքենաները։ Երևանցիները ակետից բեկետ չեն կարողանում նորմալ շարժվել, տեղաշարժվել, որովհետեւ Երևանի քաղաքապետարանը անգործության է մատնված։ Բացի կոռուպցիոն սկանդալներից, կոռուպցիոն բացահայտումներից, կոռուպցիոն խոսակցություններից, օդում կախված լուրերից այդ կոռուպցիայի մասին նաև որևէ բան դրական գործողություններ չենք տեսնում, որը կարող է համապատասխան լինել այն 8 միլիարդ դոլարի հետ, որոնք նրանք այս 8 տարվա ընթացքում վերցրել են։ Այսինքն իրանք որևէ շոշափելի գործողություն չեն իրականացրել Երևանցու կյանքը բարեկարգելու, բարելավելու համար, միայն եւ միայն խնդիրներ, ավելի շատ թանկացումներ, բացի բոլոր ապրանքների թանկացումից կա նաեւ թանկացումներ բոլոր ծառայությունների ոլորտներում, աղբահանության, գույքահարկի, հարկման տարբեր տեսակներ, սա ամեն ինչը բեռ է դառնում քաղաքացիների համար, բայց իրանք իրենց պարգևավճարները շարունակում են ստանալ իրենց 7 միլիոնները, 3 միլիոնները եւ այսպես շարունակ, եւ նաեւ իրանք ասում են թե $200,000 տունը ինչ է որ մենք չունենանք, կամ այս կոստյումը կարող է մենք պետքա 12 թվականից մինչեւ հիմա նույն կոստյումով ման գանք, կամ ասում են մենք ոնց մի դրամով կամ 10 դրամով կամ ինչ որ բանով էլ այդ աշխատավարձի մասով, եթե այդ ձև լինի, նշանակում է պետքա կոռուպցիա ուրեմն լինի։ Դուք քայլող կոռուպցիա եք։ Քայլող կոռուպցիա եք։ Նիկոլ Փաշինյանը ով խոստանում էր, որ պետքա հեծանիվով գնա գործի, Պուլման Մայբախով է երթևեկում զրահապատ մի քանի $100,000 Մերսեդեսով է երթևեկում, Ալեն Սիմոնյանը երթևեկում է մի քանի $100,000 BMW-ով, թեկուզ կարող լավ թո $150,000 լինի, եւ այսպես շարունակ, հա, իրանց падավատները, իրանց բարեկամները եւ այլն,
վայելում են, իրանց կյանքը մեր հարկերի շնորհիվ, թոշակառուների հարկերի շնորհիվ, ուսանողության հարկերի շնորհիվ, եւ այս հարկերի մսխումը բերում է արտաքին պարտքի ավելացմանը, որի բեռը հետագայում մնում է մեզ վրա։ Եվ այս կոնտեքստում անպայման ուզում եմ նշել մի նոր բեռի մասին, որի ականատեսը եղել ենք այդ Նիկոլ Փաշինյանի եւ Վենսի հանդիպման ժամանակ, երբ Վենսը ասում է, որ մենք 9 միլիարդ դոլարի 5 եւ 4 միլիարդ դոլարի երկու հատվածով Հայաստանին ինչ-որ բան ենք վաճառելու, բայց նրանք դա կեղծ թարգմանությամբ ներկայացնում են, որ իբրև Վենսը ասում է, որ մենք ներդրում ենք իրականացնելու Հայաստանում 9 եւ 4 միլիարդ դոլարի, այն է, որ ինչ-որ ատոմակայանին, մոդուլային ատոմակայաններ փոքր, այսինքն փոքր ատոմակայաններ են ստեղծելու, որ ըստ էության Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ երկրում չունեն փորձ եւ պրակտիկա նման բան այդ տեխնոլոգիաները օգտագործելով Հայաստանը առաջի երկիրը պետքա լինի, որ իրանք դրանց բան անեն, բայց բոլոր դեպքերում իրանք ոչ թե դա ուզում են անել իրանց հաշվին կամ իրանք ներդրում անեն, իրանք ուզում են վաճառեն Հայաստանի Հանրապետությանը, թե որտեղից Հայաստանին 9 միլիարդ դոլար, Նիկոլ Փաշինյանից կարող եք հարցնել, ինքը կարող է պատասխանել, որ եւս 9 միլիարդ դոլարով կավերանա Հայաստանի արտաքին պարտքը։ Եվ այս բոլոր կոմունիկացիաները, այս ամեն ինչը լինում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հաշվին, ինքնիշխանության իմունիտետի հաշվին։ Կա նաև այն ստերը, որոնք նրանք խոսում են ատոմակայանի հետ կապված, ուրեմն նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանն է մեծամորի ատոմակայանը փակելու մեկնարկը տվե ժամանակին, նկատի ունենալով ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, որը կնքվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, եւ նրանք մանիպուլյացիա են անում եւ կեղծիք են տարածում, որ այդպիսի բան կա։ Այսինքն ՍԵՊԱ-ի մեջ գրված է եղել, որ այո, ինչ որ մի օր մեծամորի ատոմակայանը պետքա փակվի նոր ատոմակայան բացվելու դիմաց, որովհետեւ ինչ որ մի օր ատոմակայանը իր ժամկետնանց հատվածն է ունենում, այսինքն ժամկետը անցնում է, ինչ որ այսինքն 10-ամյակ կամ 50-ամյակում ժամկետն անցնում է եւ այդ ժամկետնանց հատվածը պետքա օգտագործել նոր ատոմակայան ձևավորելու հետ կապված քայլեր ձեռնարկելու եւ նոր ներդրումներ անելու մասով, որը եւ երրորդ նախագահը ստորագրել է, բայց դա 350 էջանոց փաստաթղթից մի հատված է, այդ 350 էջանոց փաստաթղթի մեջ կա նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, որ այդ ժամանակահատվածում 28 այդ ժամանակ 28 եվրոպական երկիր ստորագրել են այդ փաստաթղթի տակ ՍԵՊԱ-ի համաձայնագրի եւ փաստացի որևէ գործողություն չի իրականացվել ՍԵՊԱ-ի փաստաթղթից ի օգուտ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչներն են հրաժարվել այն փաստաթղթից, որը 28 եվրոպական երկիր ստորագրել էր ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը։ Այսինքն սա նոր մանիպուլյացիաներ են, որոնք արվում են եւ այս մանիպուլյացիաները պետքա բացահայտվեն եւ ես ուզում եի հատուկ խոսեի սրա մասին։ Մենք պետքա հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն 8 միլիարդ դոլարով ավելացրել է մեր քաղաքացիների վրա արտաքին պարտքի բեռը, այլ նաև այդ ընթացքում հանձնել է 11500 քառակուսի կիլոմետր հայկական Արցախը եւ 200 քառակուսի կիլոմետր հայկական հող Հայաստանի Հանրապետությունից եւ այն չափաբաժինը արտաքին պարտքի, որը եղել է մինչև 2018 թվականը, այդ չափաբաժնին համապատասխան եղել է միլիարդավոր դոլարների զենք Հայաստանի Հանրապետությունը գնել է, եղել են տասնյակ ներդրումային ծրագրեր, եղել է երկու պատերազմ հաղթանակած Հայաստանի Հանրապետության, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քառորյա ապրիլյան պատերազմը, որը հայկական կողմը հաղթել է, եւ եղել են տասնյակ այլ ուղղություններով դիվանագիտական մեծ հաջողություններ, որոնք միլիարդավոր դոլարներ են բերել Հայաստանի Հանրապետությանը։ Եկեք հաշվենք այսօր, թե ԵԱՏՄ-ն
առաջի օրվանից մինչև 2026 թվականի այսօրը ինչքան գումար է բերել Հայաստանի Հանրապետությանը եւ ինչքան մեծ հնարավորություններ է տվել հայկական արտադրողին, հայ գործարարին եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությանը գումարներ վաստակել եւ պետական բյուջեն լցնել հարկերով, որոնք գոյանում են այդ գործարարների վաճառքներից Ռուսաստանում եւ այլ ԵԱՏՄ երկրներում, հա, սա Սերժ Սարգսյանի դիվանագիտության հաջողությունների արդյունքն է, որ մենք այսօր կարողանում ենք ԵԱՏՄ երկրներին ապրանքաշրջանառությունը Հայաստանի Հանրապետության մեծացնենք։ Սա Հայաստանի մեր հայրենակիցները, որ կարողանում են վայելբերիսով, օզոնով եւ այլ հատվածներով գումարներ վաստակել, on-line առևտուր իրականացնել եւ հարկ չվճարել դրա համար, այսինքն մաքսային տուրք չվճարել դրա համար, ուղղակի հարկ վճարել դրա համար, բայց ունենալ հարյուրավոր միլիոնանոց շուկա, այսինքն 150 միլիոնանոց շուկա եւ ավել տարբեր երկրների, դա Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի, դիվանագիտական գործընթացի արդյունքն է եղել իր կառավարման տասնամյակի, որին գումարվում է նաեւ Իսկանդերը, գումարվում է տոչկա-ուն, գումարվում է 50,000 տոննա ռազմական օժանդակությունը, որ Սերժ Սարգսյանը բերել է Հայաստանի Հանրապետությանը, եւ ամենակարևորը գումարվում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ներառում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարմիր գրիչով, կարմիր գծած բոլոր փաստաթղթերում, եւ այսօր, որ Արցախի ժողովրդի իրավունքների մասին որևէ բան չեն խոսում, Արցախի մեր քաղաքական ղեկավարության, ովքեր բանտերում են Ադրբեջանը չեն խոսում եւ Հայաստանում օր-օրի ավելի են ավելանում քաղաքական բանտարկյալները, քաղաքական խոսքի համար ռեպրեսիաների ենթարկվող քաղաքական գործիչները, հասարակական գործիչները եւ հոգեվորականները։ Սա է իրականությունը։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եկեղեցիներ էին կառուցվում, աշխարհի տարբեր երկրներում հայ առաքելական սուրբ եկեղեցիներ էին կառուցվում, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին այս բոլոր եկեղեցիների վրա հարձակումներ են տեղի ունենում եւ այն ռեպրեսիաները, որոնք տեղի են ունենում քաղաքական գործիչների վրա, տեղի են ունենում նաեւ եկեղեցականների վրա։ Եվ շատ կարեւոր է ուզում եմ նշել, որ Եվրոպական միությունում, որ դրել եք հայոց այբուբենը, հայկական այբուբենը, շատ շնորհակալ ենք դրա համար, մեր սիրելի գործընկերներ, բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ այբուբենի պահապանները եղել են հայ առաքելական եկեղեցու սպասավորները, քահանաները, հոգևորականները, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները եւ մեր կաթողիկոսները։ Սա պատմական ճշմարտությունը, որ դուք պետք է իմանաք, մեր տառերը, մեր գիրը, մեր ինքնությունը, հայկական տառերը, որ սերնդեսերունդ 1700 տարի շարունակ փոխանցվել է, եղել է ժամանակ, որ պետություն չենք ունեցել, եկեղեցին է հայկական ինքնությունը սերնդեսերունդ փոխանցող է եղել եւ այսօր, այո, Բոլթոնի ծրագրին համապատասխան Հայաստանում պատմական կաղապարներից հրաժարվելու ըստ իրանց եկեղեցին եւ պահպանողական ազգային արժեքները դա կաղապարներն են եւ այդ կաղապարներից պետք է հրաժարվեն, դրա մասին նաեւ լինելու առաջիկայում իմ կարծիքով ցեղասպանությունից հրաժարվելու ծրագիրը, որը պետք է ներառվի ըստ էության նոր սահմանադրության մեջ, որի ականատեսը մենք եւս լինելու ենք։ Բայց քանի որ խոսեցիք քաղաքական հետապնդումներից, տեսեք, հա, այսինքն մենք ապրում ենք մի երկրում իշխանության օրոք, եթե օրինակ ընդդիմադիր համայնքապետը հաղթում է, կամ բանտում է, կամ սպանում է, չեն հաղթում, միևնույն է, այս իշխանության քինախնդրությունը այն մակարդակ է, որ իրենք գնում են նաեւ այդ մարդկանց հետևից։ Երեք էլ վաղաշապոտում էիք, տեսակ հուզարկություններ էին անում, լավ, այս մարդկանց ուզածը ինչ է, եւ քանի որ նաեւ եկեղեցու դեմ արշավից խոսեցիք, իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ըստ էության ասում է այսօր եկեղեցին օտարերկրապետություն է պետության մեջ, այն համեմատել է մինչև անգամ իսլամական, ծայրահեղական, այսպես ասենք, կառույցի հետ։ Խնդրեմ մեզ մասով ձեր տեսակետը։ Սա այդ նույն տրամաբանությունն է պատմական կաղապարների մեր ինքնությունից հրաժարվելու բանակից սկսած, երբ որ սկսեց օպերացիաները մեր հերոսների նկատմամբ, հերոսները փորձեցին հերոսներին պախարակել, հերոսներին սարքել տուշոնկա գողացող, հերոսներին սարքել թալանչի, հերոսներին սարքել կոռուպցիոներ, հաղթանակած նախագաներին սարքել թալանի ինչ որ օբյեկտներ, ովքեր թալան են իրականացնել եւ մարդկանց
մեջ սերմանեն, որ նախագահները որևէ կոռուպցիոն գործողությունների հետ կապ ունեցել, բայց դա մանիպուլյացիա եւ այսօր ժողովուրդը տեսնում է արդեն, որ կեղծիք է եւ հերհուրանք է, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա արդեն 5-րդ քրեական գործն են հարուցել եւ մենք անցնում ենք այդ քրեական գործերի շղթայով, որևէ ձև չի ազդել եւ չի ազդելու մեր դիրքորոշման, մեր խոսքի, մեր մոտեցումների վրա այդ գործողությունները, բայց սա հստակ ծրագրի շարունակություն է։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 3 մեր իմպիչմենտի վարչապետի տեխնացու Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի քաղաքական բանտարկյալ Դավիթ Համբարձումյանի եղբորը եւս տարել են կալանքի այսօր Գոռ Համբարձումյանին եւ տասնյակա դեպքերը, այո, տասնյակա դեպքերը Արշակ Սրբազանին, Վեհափառի եղբոր որդուն եւ եղբորը Միքայել Աճապահյանի բոլորի վրա Բագրատ Սրբազանի ինչքան մերձավոր շրջապատումները առնվազն ում հետ որ նա շփվում էր այդ ընթացքում բոլորը կալանքի տակ են այսօր եւ այսպես շարունակ, այսինքն Նիկոլ Փաշինյանը ըստ էության հետեւյալն անում։ Եթե կա խնդիր, այդ խնդրի լուծումը իրավապահ մարմինների միջոցով ռեպրեսիաներ իրականացնելն է եւ փակի տակ պահելն է առնվազն միջև ընտրություններ, որ Նիկոլ Փաշինյանը ունենա իր համար հանգիստ միջավայր, այդ հանգիստ միջավայրում աշխատի։ Այսինքն ինքը ամեն դեպքում ունի այդ ներքին վախերը, որ միևնույնն է ժողովուրդը իրեն չի ընտրելու, որովհետև այլևս մարդիկ տեսնում են, բաց իրենք ինչ են իրականացնում եւ ինչպես են հենց իրենց քալանում։ Տեսեք, ակնհայտ է, որ առաջի անգամ այս 8 տարվա մեջ ակնհայտ է, որ սա կարևոր է, հարգելի ընկերներ, ես ձեզ սա ուզում եմ ասել։ Նիկոլ Փաշինյանը չունի 50% մեծամասնություն եւ ես վստահ եմ, որ նա 21 թվականին եւս չի ունեցել։ Եվ ամենակարևոր բանը, որ հիմա սերմանվում է, դա ապաթիանն է։ Դա այնա, որ անհնար է Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ վարչապետով, անհնար է հաղթել իրան, անհնար է իրանց հետ մրցել, անհնար է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ իմ կուսակցությունը, ես իմ մասին խոսամ, իմ կուսակցության համար դա անհնար չի։ Իմ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, երբ որ առաջի Ղարաբաղյան հերոսամարտը իր մարտական ընկերների հետ հաղթել է, էդ էլ է անհնար եղել։ Երբ որ քարորյա պատերազմը հաղթել է, էդ էլ է անհնար եղել։ Եվ տասնյակ բաներ, որ արվել է ընթացքում, անհնար են եղել, բայց արվել են։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այս տեսքով մինչև 2018 թվականը որ գոյություն է ունեցել, անհնար է որ գոյություն ունենար քրիստոնեական առաջի քրիստոնեական հանրապետություն Թուրքիայի կողքին մուսուլմանական պետություններով շրջապատված եւ գոյություն ունենար եւ այդ անհնարը մենք արել ենք եւ սա եւս այն անհնարների շարքից է, որ մենք հանգիստ կարողանալու ենք անել, բայց անգամ համեմատելու չի մնացածի հետ։ Դրա համար այդ ապաթիաները ես շատ լավ գիտեմ, որ հատվածներից են սերմանվում, որ ժողովրդի մեջ այդ ապաթիան լինի, որ ընտրության պետք չի գնալ, որ ամեն ինչ որոշված է, որ պետք չի պայքարել, որ պետք է հանձնվել, համակերպել, որովհետև դե աշխարհում այդպես է որոշել։ Մեր ճակատագիրը մենք ենք որոշում, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնն է որոշում Հայաստանի Հանրապետության ընթացքը։ Այդ ձայնը կլինի խաղաղ անհնազանդությունների միջոցով փողոցով, թե կլինի ընտրություններով իմպիչմենտի միջոցով կամ ոնց որոշի ժողովուրդը, այդտենց է լինելու, բայց կարևոր է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ այսօրվա իրավիճակը անհամապատասխան է մեր ժողովրդավարությանը։ Հայաստանում խոսքի ազատությունը պետք է վերականգնվի եւ Հայաստանում ժողովրդի խոսքը որոշիչ է, ժողովուրդը պետք է որոշի եւ այո, այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի վայելում ժողովրդի մեծամասնությունը, դրա համար այս ռեպրեսիաներն են, դրա համար Մասիսի քաղաքապետը կալանավորված է, դրա համար Գյումրու քաղաքապետը կալանավորված է։ Միակ բանը, որ այսօր կա, որ մեզ խանգարում է, դա մեր միասնականության բացակայությունն է, որ օրինակ այլ քաղաքական գործիչներ երբեք չեն խոսա ինչ որ մարդու մասին, ում հետ իրանք ունեն անձնական խնդիր։ Այլևս այդ անձնական խնդիրները ոչ մեկին հետաքրքիր չեն։ Այլևս պետքա լինի միասնականություն բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով, որովհետև Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հարցը ամենաառաջնայինն է, ամենակարևորն է եւ միասնականությունը բարդ, փխրուն, վատ միասնականությունը ավելի լավ է, քան թշնամանքը եւ իրար դեմ լինելը,
ավելի կարևոր է Հայաստանի Հանրապետության գոյությունը եւ բոլոր քաղաքական ազգային ուժերի համար Հայաստանի Հանրապետության շահը պետք է առաջնային լինի կուսակցական շահից, պետք է առաջնային լինի անձնական, նեղ անձնական միզերեն շահից։ Դրա համար Սերժ Սարգսյանը մեր համագումարին ասել է, որ մենք ունենք մեր նկատմամբ այսօրվա քաղաքական առումով 0 ամբիցիա, բայց ունենք 100% ամբիցիա Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ։ Եվ վերջին հարց, ուղղակի որքանով է հարմար կուզեք արձագանքեք, ձեզ մյուսներին, այսպես նախկինացավով տարապումները, այսօր իշխանության ներկայացուցիչներ նախկիններին մեղադրում են կոշիկ լիզող եք եղել, էս եք եղել, հա, բանը, գնում եք դրսում կոշիկ եք լիզում, բայց այսօր իրենք խոսում էին հիբրիդային պատերազմը Ռուսաստանում արում, բայց տեսնում են գնում է Ռուսաստան, Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ ոնց է խոսում, Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում ասում է Պուտինի հետ ունեն ջերմ հարաբերություններ, մենք երբեք Ռուսաստանի դեմ մենք որևէ գործողություն չենք անի, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախկինը ես չեմ, իրանք են, Նիկոլ Փաշինյանն է նախկին, Անդրանիկ Քոչարյանն է նախկին եւ տասնյակ այլոք, Ալեն Սիմոնյանն է նախկին, ես նախկին չեմ ու հանրապետական կուսակցությունը նախկին չի, հանրապետական կուսակցությունը ներկա է եւ ապագա է եւ մեր անցյալում ունեցած հաղթանակները վկայում են մեր դիվանագիտության հաջողությունների մասին։ Նախկինում հայ-ռուսական հարաբերությունները եղել են եղբայրական եւ ռազմավարական գործընկերության համապատասխան հարաբերություններ եւ դրա վառ ապացույցն է հենց հապքի օրինակը, հա, նույն հապքը Քարորիա պատերազմում Արցախի վերաբերյալ հայտարարությամբ Արցախի, որը ներառված չի եղել Հայաստանի կազմում, Քարորիայի ժամանակ հապքը Արցախի վերաբերյալ հայտարարությունը տարածել, հիմա ինչ որ գործողությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը բողոքում է, որ հայտարարություններ չեն անում։ Նույն Էրդողանը, ով Թուրքիայի նախագահն էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, միացել է Մինսկի խմբի հայտարարությանը այն մասին, որ պետք է Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունը եւ զսպվածություն ցուցաբերել, ըստ էության ագրեսոր ճանաչելով Ադրբեջանին, Թուրքիան կողմ չի եղել Արցախյան հակամարտության, դա Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացի արդյունքն է, Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության եւ նրա դիվանագիտության, Թուրքիայի զսպվածությունը Քարորիա պատերազմի ժամանակ եւ կողմ չլինելը Ղարաբաղյան հակամարտության մեջ, դա մեր հաջողություններն են։ Այն ժամանակ երբ Ռուսաստանի Դաշնությունը առաջինն ենք եղել, որ Իսկանդեր ենք ունեցել, Բելարուսից առաջ ենք եղել Իսկանդեր ունենալու մեջ, այս 300-ներ ենք ունեցել աշխարհում, մենակ մենք ենք ունեցել 7-8 միլիարդ դոլարի զենք է Սերժ Սարգսյանը Հայաստան բերել, որը շատ մեծամասնություն է եղել է ռուսական զենքեր եւ մեր դիվանագիտության բոլոր ընթացքը եղել է հասանելի եւ տեսանելի մեր ժողովրդին։ Նորից եմ ասում, գազի սակագինն է եղել Սերժ Սարգսյանի կողմից կնքած փաստաթղթի, որ մենք գազը աշխարհում ամենաէժանն են գնել։ Եղել է ԵԱՏՄ-ի հուշագիրը, որի հաշվին այսօր Հայաստանի տնտեսությունը այս պահին ունի ինչ որ շարժ, դա ունի ԵԱՏՄ-ի հաշվին։ Այսօրվա նույն օգտագործողները ԵԱՏՄ-ի հնարավորությունները մեղադրում էին Սերժ Սարգսյանին մի գիշերում կնքած փաստաթղթի մեջ, որը ըստ էության ռազմական նշանակություն, ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր ստրատեգիկ փաստաթուղթ էր Հայաստանի տնտեսության համար, որը այսօր Հայաստանի տնտեսությանը շունչ է տվել։ Հիմա մենք տեսել ենք հայ-ռուսական հարաբերությունները, կա դիվանագիտական փոխհրաձգություն դեռ 2018 թվականից եւ կա իրանց մոտ ուղղակի Ալեն Սիմոնյանը ըստ էության արդարանում էր ռուսական կողմի մոտ, արդարանում էր, որ նրան ասում էին, բա դուք ասում եք հիբրիդային պատերազմ կա եւ դուք ասում եք, որ իրանք ինչ բարեկամ ես, Ալեն Սիմոնյանը ասում էր, ոչ, ես այդպես բան չեմ ասել։ Եթե դուք այդպես կարծիք ունեք, այդ ձեր կարծիքը ասեք, մենք մեր կարծիքը բոլոր տեղեր ասել ենք, կարող եք Սերժ Սարգսյանի հարցազրույցները նայել Ամերիկայից մինչև Չինաստան, բոլոր երկրներում հայկական շահը ներկայացվել եւ Սերժ Սարգսյանը միշտ բանակցել է, թե ինչա Հայաստանը ստանալու, ոչ թե ինչա տալու դրա մեջ։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։